Սեյսմոգրաֆի ժապավենը, որը պահվում էր Երևանի Սեյսմոլոգիական ինստիտուտի արխիվում, ունեցել է մեկ տարօրինակ մանրամասն, որը 3 տասնամյակ անց դեռևս հարուցում է անհանգստություն։ Գրաֆիկի կենտրոնական մասում, հենց ժամը 11:41-ին, երևում է ոչ թե աստիճանական ուժեղացում, ինչպես ակնկալվում է բնական երկրաշարժից, այլ կտրուկ համարյա ուղղահայաց թռիչք, որը մեկ անծանոթ ձեռք շրջանակել է թանաքագույն մարկերով և կողքին գրել «Չտարածել»։ Այս փաստաթուղթը բացահայտվեց միայն 1999 թվականին, երբ պատահականորեն մի երիտասարդ հետազոտող, փնտրելով տվյալներ իր դիսերտացիայի համար, գտավ արխիվի հին արկղում, որտեղ ըստ պաշտոնական կատալոգի ոչինչ չպետք է լիներ։ Որքան փաստաթուղթ էին անհետացել նախքան սա։ Ինչու էր սեյսմոգրամը թաքնված այն հատվածում, որտեղ պետք է լիներ վարչական թղթապանակներ, հին փաստաթղթերով և ռուտինային ցուցակներով։ Եվ ամենասարսափելին, ինչու էր ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը, այն մարդը, ով 35 տարի առաջ այս սարքավորումների տակ էր աշխատում, երբեք չխոսել այս մանրամասների մասին։ Սպիտակի երկրաշարժը, որը տեղի ունեցավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, 30 վայրկյան տևեց և մոխրի վերածեց ամբողջ քաղաքը։ 6.8 մագնիտուդ։ Դա Ռիխտերի սանդղակով այն ուժն է, որը կարող է փլատակի տակ թաղել 100,000 մարդու կյանքը։ Բայց պաշտոնական տվյալները խոսում էին 25-ից 45 հազարի մասին։ Այդ թվերի տարբերությունը 20,000 մարդ մնում էր որևէ մեկի համար անբացատրելի խորհուրդ, որը խնայողաբար անվանում էին վիճակագրական անճշտություն։ Բայց երբ փորձում ես հաշվել Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, Շիրակամուտը, 250 թվից ավելի գյուղեր, որոնք նույնպես տուժել էին, այդ անճշտությունը սկսում է նման լինել հսկայական դատարկ տեղի, որը երբեք չեն լցրել անուններով։ Հայաստանի տարածքի քիչ 40%-ը ծածկված էր ավերածություններով, իսկ 1 միլիոն մարդ, հայ ժողովրդի յուրաքանչյուր չորրորդը, անկախ դարձավ այն ավերածությունից, որը տեղի ունեցավ մոտավորապես կեսօրին, երբ երեխաները դասարաններում էին, հայրերը գործարաններում, իսկ մայրերը խանութների հերթերում։ Բայց թե ինչու։ Ֆադեյ Սարգսյանը, այն ով երկար տարիներ էր ծառայել Խորհրդային Միության գիտական համակարգում և ուներ բարձրագույն ակադեմիական կոչում, երբեք չպատմեց այն մասին, թե ինչ տեսավ իր սարքավորումների էկրաններին այդ սարսափելի առավոտյան։ Նա գրեց հիշողություններ Գորբաչովի այցի մասին, խոսեց օգնության բարդությունների մասին, նշեց ադրբեջանցիների կողմից ուղարկված փրկարար խմբերի վերադարձի տխուր պատմությունը սահմանին, բայց երբեք, անգամ մի անգամ, չհիշատակեց դեկտեմբերի 7-ի ժամը 11:41-ի սեյսմոգրամը։ Դա նման էր պատմել Տիտանիկի վերաբերյալ, առանց հիշատակելու այսբերգը։ Պատկերացրեք այս տեսարանը. Ֆադեյը, մրմուր պանծալի մազերով 60-րդ տարիքի մարդ, նստած է Երևանի ինստիտուտի ստորգետնյա սենյակում, որտեղ հատակին թավ ճռնչոտով սարք էր դողդոջում, իսկ լույսը թարթում էր։ Ենթականերից մեկը մտնում է դռնից բռնած թերթի մի հատոր, որի վրա թանաքագույն գիծը կտրուկ վերացել է դեպի վեր, և հարցնում. «Ինչ է սա, ընկեր պրոֆեսոր, սա նման է պայթյունի»։ Եվ Ֆադեյը, ում աչքերում տեսնում ես ոչ թե շփոթվածություն, այլ ճանաչողություն, դանդաղորեն ասում է. «Փակիր դուռը»։ Հետո նա վերցնում է կարմիր մարկերը, շրջանակում այդ պիկը և գրում. «Չտարածել»։ Ինչու։ Ինչ էր նա տեսել, որ սոված լինելու համար 35 տարի փակ պահեց իր սրտում։ Այդ միևնույն օրը դեկտեմբերի 7-ի երեկոյան, երբ Սպիտակի փլատակներից դեռ լսվում էին օգնության աղաղակները, Մոսկվայից ուղարկվեց մի խմբագիր, հատուկ հանձնաջրության անդամ, ով ուղիղ ճանապարհեց դեպի Սեյսմոլոգիական ինստիտուտ։ Նրա ազգանունը չգրվեց ոչ մի բանաձևում, նրա երեսը չերևաց ոչ մի լուսանկարում, բայց աշխատողները, ովքեր այդ գիշեր էին մնացել արհավիրքի հետևանքների արձանագրությունների համար, հիշում են մի մարդու, ով 2 ժամ դուռը փակ խոսեց Ֆադեյի հետ, իսկ երբ դուրս եկավ, Ֆադեյի դեմքը սպիտակ էր, ինչպես քարաթուղթը։ Հետո, վաղ առավոտյան, երբ բոլորը հոգնածությունից ննջում էին մթնշաղային լույսի տակ, Ֆադեյը մենակ մտավ արխիվը, վերցրեց 9 սեյսմոգրամ, այդ թվում կարմիրով նշվածը, և դրեց իր սեյֆում։ Սա չէր փաստաթուղթերի սովորական թաքցում։ Սա էր ընտրություն իմանալ ճշմարտությունը և պահպանել կարիերան։ Ընտրություն իմանալ արհավիրքի իրական պատճառը և մնալ ողջ։ Եվ այս ընտրությունը, ինչպես կտեսնենք, Ֆադեյը կատարեց ոչ այնպես, ինչպես սպասում էինք։ 35 տարի հետո, 1026 թվականին, մի անհայտ լրագրող, ով երբեք չհրապարակեց իր անունը, տեղակայեց համացանցում աուդիոֆայլ, վերնագրով Ֆադեյ Սարգսյանը խոսում է առաջին անգամ։ Ռեկորդինգի որակը ահավոր էր, ազդանշանը խզվում էր, ետնապլանում լսվում էին արհեստական աղմուկներ, ինչպես միանշանակ թելադրում էր, որ նյութը մոնտաժված է։ Բայց ձայնը, մարմարի պես ծանր, մասնատված հիվանդությունից,
տարօրինակ կերպով նման էր Ֆադեյ Սարգսյանի հայտնի լեկցիաների ձայնասկավառակներին, որոնք պահպանվել էին Երևանի համալսարանի արխիվում։ Շրջանում այն ֆայլը տարածվեց արագությամբ, սակայն անհետացավ 3 ժամ հետո, իբր թե ջնջվեց հեղինակի կամ վերևից եկած հրահանգի համաձայն։ Բայց 10,000 մարդ արդեն ներբեռնել էր այն, եւ երբ փորձեցին վերագտնել նախնական աղբյուրը, լրագրողը փաստորեն էլ գոյություն չուներ։ Նրա էլեկտրոնային փոստը անջատված էր, հեռախոսահամարը չգործող, իսկ պրոֆիլը սոցիալական ցանցում ջնջված։ Այն ինչ մնաց եղավ այն մի 10,000 պատճենները, որոնք շրջանառվում են մինչ օրս։ Եվ այդ աուդիոյում Ֆեյդեի ձայնը, անկախ իր ստուգելիությունից, պատմում է մի բան, որը վերափոխում է սպիտակի տրագեդիան սովորական երկրաշարժից դեպի ավելին, դեպի իսկական դավադրություն։ Այդ ձայնագրության մեջ մինչև սկիզբը խզվում է, Ֆեյդեյը խոսում է մի փաստաթղթի մասին, որը ստացել էր 1988 դեկտեմբերի 6-ին, 1 օր առաջ աղետից։ Փաստաթուղթը, որն ուղարկվել էր Մոսկվայից ուղիղ սեյսմոլոգիական ինստիտուտ, պարունակում էր հրահանգ, պատրաստ լինել արձանագրել անսովոր սեյսմիկ ակտիվություն Շիրակի շրջանում, եւ ներքևում ստորագրություն, որը Ֆեյդեյը նկարագրում է որպես այնպիսի մարմնի, որի գոյությունը պաշտոնապես չէր ընդունվում։ Այդ մարմինը ըստ անբավարար փաստերի, որոնք մենք կարող ենք հավաքել, հավանաբար կապված էր խորհրդային համալիր պաշտպանության համակարգի գաղտնի ֆիզիկական լաբորատորիաների հետ, որոնք զբաղվում էին երկրաբանական գործիքների զարգացմամբ։ Հեսա ընդամենը տեսություն, բայց թե ինչու պետք է Մոսկվան տեղեկացներ մի պրովինցիալ ինստիտուտ 10 ժամ առաջ բնական երկրաշարժից, որը ծնվում է անկանխատեսելի տեկտոնիկ գործընթացներից։ Բնական երկրաշարժը չունի ժամանակացույց, բայց Ֆադեի ձայնագրության մեջ հստակ լսվում է. նրանք գիտեին, որ ինչ-որ բան պատահելու է եւ ուզում էին, որ մենք գրանցենք։ Բայց եթե դա ճիշտ է, ապա ով ու ինչի համար կարող էր նախորոք իմանալ սպիտակի երկրաշարժի մասին։ Տեկտոնիկ զենքի գաղափարը, որը սկզբում նման էր գիտական ֆանտաստիկայի, հանկարծ ձեռք բերում է սարսափելի իրականության նրբերանգներ, երբ հիշում ես, որ Սառը պատերազմի ժամանակաշրջանում խորհրդային եւ ամերիկյան լաբորատորիաներում իսկապես աշխատում էին երկրաբանական ակտիվությունը արհեստականորեն առաջացնելու մեթոդների վրա։ Մի նախագիծ, որը մեծ մասամբ դասակարգված է մինչ օրս, հայտնի էր կոդով Մերկուրի, հոդված, որը վերաբերում է խորաթափանցող միջուկային պայթյունների նպատակներին տեկտոնիկ հարթությունների վրա։ Եթե նման տեխնոլոգիան գործնականում գոյություն ուներ, ապա ով կարող էր լինել հավելյալ նպատակը։ Տարածաշրջանին, որտեղ այդ ժամանակ սաստկանում էր Արցախյան շարժումը, որտեղ հայերը պահանջում էին Արցախի միացումը Հայաստանին, որտեղ նեղ հանրապետության մեջ արդեն հասունանում էր դիմադրությունը Քրեմլյան։ Երկրաշարժը դեկտեմբերի 7-ին, որը գրեթե անվանական կերպով ջնջեց սպիտակը, հանկարծ հասկացրեց բնակչությանը, որ պետական ճգնաժամն ավելի մեծ էր, քան նրանց ազգային պահանջները։ Դրանից հետո, երբ Ֆադեյը նստած էր իր սեյսմոգրաֆների առջև եւ տեսավ այդ կտրուկ ուղղահայաց թռիչքը, եւ երբ նրա օգնականը հարցրեց. «Սա նման է պայթյունի», նա արդեն գիտեր, որ պատասխանը կարող էր վերջ դնել ոչ միայն իր կարիերային, այլև իր կյանքին։ Նա ընտրեց լռությունը, եւ այդ լռությունը տևեց 35 տարի։ Բայց թե ինչ գնով։ Ֆադեյ Սարգսյանը, ում պաշտոնական կենսագրությունը նկարագրում է որպես նվիրված ակադեմիկոս եւ հայրենասեր, երբեք չկարողացավ զերծ մնալ հետապնդող հարցից. «Դու գիտեիր, բայց լռեցիր»։ Քանի մարդ կարող էր փրկվել, եթե ճշմարտությունը արտահայտվեր։ Խորհրդային համակարգը չէր սիրում սխալներ ընդունել, հատկապես երբ խոսքը վերաբերում էր գաղտնի ծրագրերին։ 1988 դեկտեմբերի 8-ին Միխայիլ Գորբաչովը, ում Ֆադեյը իր հիշողություններում նկարագրում է որպես խորը ցավով ընդունած տրագեդիան, հասավ Հայաստան, ուղեկցված իր կնոջ Ռայիսայի, եւ նրանք այցելեցին ավերված տարածքները, տեսան փլատակները, հանդիպեցին վերապրածներին։ Պաշտոնական պատմությունը պատմում է սիրերկ ճառերի մասին, մարդասիրության խոստումների, սովետական միության աջակցության։ Բայց Ֆադեյը իր հիշողություններում նշում է մի տեսարան, որը խոսում է ավելի մեծ բարդության մասին։ Գորբաչովը, նայելով սպիտակի փլատակներին, անհանգստորեն շրջվում է դեպի իր պահապանները եւ հարցնում. «Բոլոր փաստաթղթերը կարգավորված են»։ Դա հարց է, որը չի տրվում երկրաշարժի դեպքում։ Դա հարց է, որը տրվում է, երբ անհրաժեշտ է ապահովել, որ որոշ ինֆորմացիա երբեք չհասնի հրապարակայնությանը։ Այս պահից սկսվեց ինչ-որ բան, որը կարելի է անվանել մեծ լռություն։ Ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը, ում նամակներն ու հոդվածները նախկինում բնորոշ էին բաց քննադատությամբ, հանկարծ դարձավ չափազանց զգուշ։ Նա խուսափում էր հարցազրույցներից, մերժում էր մասնակցությունը փորձագետական խորհուրդներին, եւ երբ հարցնում էին դեկտեմբերի 7-ի դեպքերի մասին, նա համառորեն վերադառնում էր նույն սցենարին. բնական տեկտոնիկ աղետ, ոչինչ արտասովոր չկար։ Մեկ անգամ 1990 թվականի սկզբին,
երբ անկախության առաջին տարիների խառնաշփոթի ժամանակ մի տեղական թերթ հրապարակեց հոդված վերտարությամբ արհեստական երկրաշարժի տեսությունը։ Ֆադեյը գրեց բաց նամակ, անվանելով այն անպատասխանատու ֆանտազիա, բայց նրա հերքումը կարդալով ուշադիր ընթերցողը կարող է նկատել, նա երբեք չափազանց կոնկրետ չէր։ Նա երբեք չէր ասում. «Ես անձամբ տեսա սեյսմոգրամները, եւ դրանք հաստատում են բնական երկրաշարժը»։ Նա պարզապես ասում էր. «Դա անհնար է»։ Բայց ոչ դա կեղծ է։ Այս տարբերությունը անհնար եւ կեղծ հենց այն փոքրիկ ճեղքն է, որտեղից փորձում ենք տեսնել ճշմարտությունը։ Վիրաբույժ Արամ Գևորգյանը, ով դեկտեմբերի 7-ի կեսօրին աշխատում էր Լենինականի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում, 30 տարի հետո դեռևս չի կարողանում բացատրել մի մանրամասն, որը հետապնդում է նրա յուրաքանչյուր գիշեր։ Երբ երկրաշարժը սկսվեց, ժամը 11:41-ին, նա կատարում էր ռուտին վիրահատություն մի 12-ամյա պացիենտի վրա, եւ այն առաջին վայրկյանին, երբ դեռ շեր շենքը չէր սկսել դողալ, նրա ձեռքում բռնած մետաղական սկալպելը սկսեց թրթռալ այնպես, կարծես անտեսանելի ուժ էր անցնում դրանով։ Ոչ թե թեթև թրթռում, այլ ուժեղ վիբրացիա, որը տարավ գործիքը նրա ձեռքից եւ շպրտեց հատակին, իսկ միայն 3 վայրկյան հետո սկսվեց հողմափոփոխությունը։ Արամը, ով մինչև օրս աշխատել է բժշկության մեջ ավելի քան 45 տարի եւ տեսել է ամեն տեսակի աղետներ, երբեք նախկինում չէր հանդիպել նման երևույթի։ Մետաղական առարկան սկսում է տարօրինակ վարվել մի քանի վայրկյան առաջ սեյսմիկ ցնցումներից։ Ֆիզիկայի տեսակետից երկրաշարժի առաջին Փ ալիքները, որոնք ճանապարհորդում են ավելի արագ, քան մակերեսային ալիքները, կարող են ձեռք բերել մետաղ մի քանի վայրկյան առաջ հիմնական հարվածից, բայց այն ինտենսիվությունը, որը նա տեսավ, գործիքը գրեթե թռչող մակարդակի հասցնելով, խոսում է ինչ-որ այլ ալիքի ազդեցության մասին, որը երբեք չի վերլուծվել պաշտոնական հաշվետվություններում։ Բայց դա միայն սկիզբն էր։ Երբ վերապրածները սկսեցին հասնել հիվանդանոց, Արամը եւ նրա թիմը հանդիպեցին ինչ-որ բանի, որը բժշկական գիտության մեջ անվանում են անբացատրելի համախտանիշ։ Տասնյակ մարդիկ, ովքեր փրկվել էին փլատակների տակից, առանց տեսանելի արտաքին վնասվածքների, առանց կոտրվածքների, առանց արյունահոսությունների, մահանում էին 3-4 ժամ հետո պատճառներից, որոնք բժիշկները բնութագրում էին որպես մուլտիօրգանային անբացատրելի անկում։ Նրանց սրտերը դադարում էին առանց նախապես արյունահոսքի խնդրի։ Երիկամները անջատվում էին առանց դեղամիջոցների թունավորության։ Ուղեղը ցույց էր տալիս էլեկտրական ակտիվության անկում, որը չէր համապատասխանում ոչ մի հայտնի սինդրոմի։ Արամը հիշում է մի 30-րդ տարիքի կին, ով բերվեց լիովին գիտակից, խոսեց, նույնիսկ ծիծաղեց փրկարարների հետ երախտագիտության արտահայտելով։ Բայց 4 ժամ հետո նրա օրգանիզմը հանկարծ անջատվեց։ Կարծես մի անտեսանելի կոճակ սեղմվեց։ Ավտոպսիան, որը կատարվեց 2 օր հետո, ոչինչ չբացահայտեց։ Առողջ սիրտ, առողջ թոքեր, առողջ ուղեղ, բայց մարդը մեռած էր։ 16 այդպիսի դեպք էր միայն Լենինականի հիվանդանոցում։ Ամբողջ Սպիտակի եւ Գյումրու հիվանդանոցներում բժիշկները, ովքեր խոսում էին միմյանց հետ ոչ պաշտոնական զրույցներում, հաստատում էին նույն օրինաչափությունը։ Վերապրածների որոշակի խումբ, ովքեր արտաքինից առողջ էին, մահանում էին մի քանի ժամ հետո անբացատրելի պատճառներով։ Բայց երբ բժիշկները փորձեցին պաշտոնական կերպով զեկուցել այս երևույթի մասին եւ պահանջեցին հետազոտություն, նրանց հանդիպավ լռություն։ Առողջապահության նախարարությունից հրահանգ եկավ, գրանցել որպես շոկային ազդեցություն եւ երկրաշարժային ստրես։ Ոչ մի հետազոտություն, ոչ մի լաբորատոր վերլուծություն, ոչ մի փորձ հասկանալ, թե ինչու էր դա տեղի ունենում։ Այսպես 16 դեպք դարձավ պարզապես վիճակագրություն, եւ այդ վիճակագրությունը թաղվեց ինչպես նույն մարդիկ, ում մասին դա խոսում էր։ Բայց կա մեկ այլ վկա, ում պատմությունը ավելի սարսափելի է։ Փրկարար Հակոբ Մանուկյանը, ով աշխատում էր Ադրբեջանից ժամանած փրկարար թիմում, նախքան նրանց ստիպվածությունը վերադառնալ սահմանին։ Հակոբը, ով 32 տարեկան էր այն ժամանակ եւ ուներ 10 տարվա փորձ դժբախտ պատահարների ժամանակ աշխատանքի մեջ, պատմում է, որ երբ նա եւ նրա թիմը մտան Սպիտակի կենտրոնական հրապարակի ավերվածություններում, նրանք հայտնաբերեցին մի տարօրինակ դետալ, որը երբեք չի հիշատակվել պաշտոնական զեկույցներում։ Բնակելի շենքերի մի խմբի տակ, որը փլվել էր ամբողջովին, երկիրը ցույց էր տալիս մի երանգավորում, որը Հակոբը նկարագրում է որպես մոխրագույն կապույտ, կարծես մետաղական փոշի։ Երբ նրանք փորձեցին շոշափել այդ նյութը, այն էր սառն, անսովոր սառն, չնայած դեկտեմբերի սառը եղանակին։ Այն էր ցուրտ այնքան, որ ձեռքերը կպչում էին նրան, ինչպես կպչում են երկաթին սառած ձմեռային օրերին։ Հակոբը վերցրեց մի փոքր նմուշ,
մտադրությամբ ուղարկել լաբորատոր հետազոտության։ Բայց երբ նրանց թիմին հրամայվեց վերադառնալ Ադրբեջան, այդ նմուշը բռնագրավվեց սահմանի վրա կանգնած զինվորականների կողմից, ովքեր ասացին. «Ոչինչ չի կարելի հանել աղետի գոտուց»։ Հակոբը երբեք չհասկացավ ինչու զինվորականներ էին սահմանի վրա ստուգում փրկարար թիմերին, եւ ինչու նրանք հետաքրքրված էին մետաղական փոշիով։ Այս երկու վկայություններ, Արամի եւ Հակոբի, մեկուսացված դեպքեր են, բայց երբ դրանք դիտարկում ես հաջորդաբար, դրանք ստեղծում են մի օրինաչափություն, որը հարցականի տակ է դնում պաշտոնական պատմությունը։ Մետաղական գործիքների անսովոր վիբրացիան մի քանի վայրկյան առաջ երկրաշարժից խոսում է էլեկտրոմագնիսական դաշտի մասին, որը բնական սեյսմիկ ցնցումները չեն ստեղծում այդպիսի ինտենսիվությամբ։ Վերապրածների մահը անբացատրելի մուլտիօրգանային անկումից խոսում է այն մասին, որ նրանց օրգանիզմները ենթարկվել էին մի ազդեցության, որը ոչ թե մեխանիկական էր, այլ ինչ-որ այլ բնույթի։ Իսկ մետաղական փոշին, որը փրկարարները գտան փլատակների տակ, խոսում է այն մասին, որ երկրաշարժից առաջ կամ դրա ժամանակ եղել է մի արձագանք, որը թողել է նյութական հետք։ Բայց ամենասարսափելին այն է, որ այս բոլոր վկաների, Արամի, Հակոբի, նրանց գործընկերների, երբեք չհարցաքննվեցին պաշտոնական հանձնաժողովի կողմից։ Երբ 1989 դեկտեմբերի 10-ից Մոսկվայից ժամանեց հետաքննող խումբը, ղեկավարությամբ փոխակրող Ռժկովի, նրանք հարցաքննեցին ճարտարապետներին, շինարարներին, պաշտոնյաներին, բայց ոչ մի բժիշկ կամ փրկարար, ով աշխատել էր դեպքի վայրում առաջին ժամերին, չեղավ ներառված պաշտոնական վկաների ցանկում։ Կարծես նախատեսված էր, որ որոշակի տեղեկատվություն պետք է չհասներ հանձնաժողով։ Կարծես ամեն ինչ արդեն գրված էր, եւ հանձնաժողովի խնդիրը էր միայն հաստատել այն, ինչ արդեն որոշված էր։ Բնական տեկտոնիկ աղետ, առանց որևէ անսովոր մանրամասների։ Արամ Գևորգյանը, ով այժմ 88 տարեկան է եւ տառապում է ծանր հիշողության կորստից, վերջին հարցազրույցում, որը տրվեց 1021 թվականին, ասաց մի նախադասություն, որը սառեցնում է արյունը։ Ես գիտեմ, որ ինչ-որ բան տարբեր էր այդ օրը, բայց ինձ սովորեցրին չպատմել։ Մենք բոլորս սովորեցրինք լռել, որովհետև լռությունը էր գինը, որով ապրում էինք։ Երևանի Պաթոլոգանատոմիկական ինստիտուտի արխիվում, որը գտնվում է Կորյունի պողոտայի վերջում մի հին, գրեթե մոռացված շենքում, պահվում է մի հատուկ պահարան, համարով 17B, որը երբեք չի տրվում հասարակական դիտմանը։ Այդ պահարանը ըստ պաշտոնական գրանցման պարունակում է դեկտեմբերի 7-ից 20-րդն ընկած ժամանակահատվածի ավտոպսիաների արձանագրությունները, ընդհանուր 255 դեպք։ Բայց արխիվի պահապան Անահիտ Սարգսյանը, ով աշխատել է այնտեղ 41 տարի, երբեք չի թույլատրել որևէ հետազոտողի մուտք գործել այդ պահարան, պատճառաբանելով, որ այդ նյութերը պարունակում են զգայուն ընտանեկան տեղեկատվություն եւ պաշտպանված են գաղտնիության օրենքով։ Սակայն 1996 թվականին, երբ մի անկախ լրագրող, անունով Գոր Մարտիրոսյան, ներկայացրեց դատական հարց այդ արխիվի բացման համար, նա ստացավ պատասխան, որը ավելի շատ հարցեր բարձրացրեց, քան պատասխաններ տվեց։ Պահարան 17B-ն վնասվել է ջրի արտահոսքից 1995 թվականին եւ բոլոր փաստաթղթերը ոչնչացվել են։ Բայց երբ Գորը փորձեց ստուգել այդ պնդումը շենքի տեխնիկական ծառայության հետ, նա պարզեց, որ 1995 թվականին այդ շենքում չի եղել ջրի արտահոսք։ Եվ ավելին, պահարան 17B-ն գտնվում է 3-րդ հարկում, որտեղ ջրագծի խողովակներ չկան։ Ինչպես կարող էր ջուրը ոչնչացնել փաստաթղթերը 3 հարկ բարձրության վրա, որտեղ ջրագիծ չկա։ Բայց արխիվը ոչնչացվել է։ Կամ ավելի ճիշտ, այդպես է պաշտոնապես հայտարարված։ Բայց մեկ անձ, ով աշխատել է այդ ինստիտուտում որպես պաթոլոգ, դեկտեմբերի 8-ից հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում պահել է նոթեր, որոնք այժմ շրջանառվում են անհայտ ձեռքերով։ Այդ պաթոլոգը, անունով Լևոն Պետրոսյան, մահացել է 1998 թվականին, բայց նրա թոռը Մարիամ Պետրոսյանը 1020 թվականին հրապարակեց մի բլոգում մի հատված իր պապի օրագրից, որը թե կարծես պատկանում է դեկտեմբերի 12-ին։ Այդ օրագրային գրառումը, որը գրված է ձեռագիր ձևով եւ լուսանկարված էր, պարունակում է մի պարբերություն, որը բժիշկները, ովքեր կարդացել են, անվանում են անհնար բժշկական տվյալներ։ Օրագրում Լևոնը գրում է, որ նա կատարեց ավտոպսիա 34 տարեկան տղամարդու վրա, ով մահացել էր դեկտեմբերի 9-ին, 2 օր հետո երկրաշարժից, առանց արտաքին վնասվածքների։ Երբ Լևոնը բացեց կրծքավանդակը, նա հայտնաբերեց, որ սիրտը, թե որքան էլ արտաքինից առողջ լինի, ներսից ունի մի տարօրինակ փոփոխություն։ Միոկարդի մկանները ցույց էին տալիս միկրոսկոպիկ փոքր վնասվածքներ, որոնք նա նկարագրում է որպես կարծես մանրաթելերի կատարիկ այրվածք։ Այն չէր նման իշեմիկ վնասվածքի, չէր նման թունավորության, չէր նման ոչ մի հայտնի սրտային հիվանդության։
Դա էր ինչ-որ նոր բան, որը Լևոնը երբեք չէր տեսել իր 25 տարվա պրակտիկայում։ Բայց ամենանշանավորը այն էր, որ երբ նա հետազոտեց երիկամները, արյան նմուշները, ուղեղի հյուսվածքը, նա հայտնաբերեց նույն օրինաչափությունը՝ միկրոսկոպիկ այրվածքներ, որոնք ցրված էին ամբողջ օրգանիզմում, կարծես անտեսանելի ջերմություն էր անցել մարդու ներսից։ Բայց ինչպիսին ջերմություն կարող է այրել միկրոսկոպիկ մանրաթելերը առանց արտաքին մաշկի վնասման։ Միակ հայտնի երևույթը, որը կարող է ստեղծել նման ազդեցություն, է միկրոալիքային ճառագայթումը կամ ուլտրաձայնային ալիքները, որոնք ներթափանցում են մարմնի հյուսվածքներով և ազդում են ներքին օրգանների վրա առանց արտաքին հետքի։ Բայց դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ մարմինը ենթարկվել է ուժեղ էլեկտրոմագնիսական դաշտի կամ հատուկ ֆրեկվենսի ալիքների։ Երկրաշարժը որքան էլ ուժեղ լինի, չի ստեղծում էլեկտրոմագնիսական ճառագայթում, որը կարող է վնասել ներքին օրգանները այդ մակարդակով։ Լևոնը իր օրագրում գրում է, որ նա զեկուցեց այդ հայտնաբերումները իր վերադասին, ինստիտուտի տնօրեն Կարեն Հարությունյանին, և հարցրեց. արդյոք այլ պաթոլոգներ էին հանդիպել նման դեպքերի։ Կարենը պատասխանեց, որ այո, նա տեղեկացված էր 3 այլ նման դեպքերի մասին, բայց նա ասաց, որ նախարարության հանձնարարությամբ մենք պետք է գրանցենք այս դեպքերը որպես շոկային մահ և չմտնենք մանրամասների մեջ։ Երբ Լևոնը հարցրեց ինչու, Կարենը մի պահ լռեց և հետո ասաց. որովհետև եթե մենք գրանցենք անբացատրելի պատճառներ, ապա մենք կստիպված լինենք հետազոտել, և հետազոտությունը պահանջում է ռեսուրսներ, որոնք Մոսկվան չի տրամադրելու։ Եվ եթե մենք գտնենք ինչ-որ բան, որը հակասում է պաշտոնական տեսությանը, մենք կստիպված լինենք բացատրել, թե ինչու մենք որոշ բաներ չպատմեցինք սկզբում։ Ավելի լավ է չսկսել։ Այս խոսակցությունը, եթե Լևոնի օրագիրը ճշմարիտ է, բացահայտում է ամբողջ համակարգի գործելավոճը։ Ոչ թե ճշմարտության փնտրտուք, այլ ճշմարտության խուսափում։ Ոչ թե բացահայտում, այլ թաղում։ Եվ այդ թաղումը չէր միայն փաստաթղթերի ոչնչացում, այլ նաև տարբեր մակարդակների լռությունների համակարգ, որտեղ բժիշկները, պաթոլոգները, հետազոտողները ստիպված էին ընտրել, կամ պահպանել իրենց պաշտոնները և լռել, կամ խոսել ու կորցնել ամեն ինչ։ Մարիամ Պետրոսյանը, երբ հրապարակեց իր պապի օրագրի այդ հատվածը, ստացավ 18,000 դիտում առաջին 48 ժամում, բայց հետո բլոգը անջատվեց, և նրա հաշիվը սոցիալական ցանցում ժամանակավորապես սառեցվեց, պատճառաբանությամբ համայնքի կանոնների խախտում։ Երբ բլոգը վերականգնվեց 2 շաբաթ հետո, այդ գրառումը ջնջված էր, և Մարիամը հայտարարեց, որ չի ցանկանում շարունակել թեման առանց բացատրության։ Նա դադարեց պատասխանել նամակներին, դադարեց հրապարակումներ անել և անհետացավ հանրային տարածքից, ճիշտ այնպես, ինչպես նրա պապի օրագիրը անհետացավ պաշտոնական արխիվներից։ Ֆադեյ Սարգսյանի մարմինը սկսեց դավաճանել նրան 1991 թվականին, ճիշտ 3 տարի հետո այն օրվանից, երբ նա փակեց սեյֆի դուռը վերջին անգամ։ Առաջին նշանը եղավ ձեռքերի դողը, ոչ թե տարեցության բնական դողը, այլ կտրուկ անկանխատեսելի սպազմ, որը հարվածում էր հենց այն պահին, երբ նա փորձում էր ինչ-որ բան գրել։ Նրա անձնական բժիշկը Վահագն Ավագյանը ախտորոշեց որպես նյարդային ծերացման համախտանիշ, բայց երբ Ֆադեյը մենակ մնաց բժշկի հետ և հարցրեց. արդյոք սա կարող է լինել սթրեսից, Վահագնը նայեց նրան և ասաց. Ֆադեյ Սամվելովիչ, ձեր մարմինը պահում է այն, ինչ ձեր միտքը չի ուզում հիշել։ Դա կոչվում է սոմատիկ հիշողություն։ Երբ մարդը երկար ժամանակ ապրում է գաղտնիքի հետ, որը հակասում է նրա բարոյականությանը, օրգանիզմը սկսում է ինքնակայքայվել։ Բայց Ֆադեյը չխոսեց։ Նա շարունակեց ապրել իր կյանքը, ակադեմիական նիստերում, պաշտոնական ընթրիքներում, երբեմն հեռուստատեսային հարցազրույցներում, որտեղ նրան հարցնում էին սպիտակի մասին, և նա կրկնում էր նույն բանը. բնական տեկտոնիկ աղետ, սեյսմիկ վտանգի թերագնահատում, շինարարության ցածր որակ։ Բայց ամեն անգամ, երբ նա արտասանում էր այդ բառերը, նրա ձեռքերը դողում էին ավելի ուժեղ, և նա ստիպված էր դրանք թաքցնել սեղանի տակ կամ գրպանում։ Իսկ գիշերները նա արթնանում էր քրտնած, շնչահեղձ, երազում տեսնելով այն սեյսմոգրամը, կարմիր շրջանակով, որը դեռ պահվում էր նրա սեյֆում, թաղված տասնյակ այլ փաստաթղթերի տակ, որոնք երբեք չէին տեսնելու լույսը։ Իշխանությունը դա ոչ միայն պաշտոն է, ոչ միայն կարիերա։ Իշխանությունը դա մի համակարգ, որը պահանջում է քեզանից ոչ միայն հնազանդություն, այլև լռություն։ Եվ այդ լռությունը դունը դառնում է քո երկրորդ մաշկը, որը դու չես կարող հանել առանց արյունահոսության։ Ֆադեյ Սարգսյանը ընտրել էր իշխանությունը, ոչ թե որովհետև նա չարամիտ էր, այլ որովհետև նա վախենում էր։
Վախենում էր կորցնել այն ամենը, ինչ կառուցել էր 30 տարվա ընթացքում. ակադեմիական աստիճանը, հարգանքը, ընտանիքի անվտանգությունը։ Խորհրդային համակարգում, երբ դու ընդդիմանում ես, դու չես կորցնում միայն քո պաշտոնը, դու կորցնում ես քո գոյությունը, դու դառնում ես անձ, ով երբեք չի եղել, բայց ֆիզիոլոգիան չի ներում։ Մարդու մարմինը ստեղծված է ճշմարտության համար, եւ երբ դու ապրում ես սուտի մեջ, օրգանիզմը սկսում է ապստամբել։ 1992 թվականին Ֆադեյը տարավ առաջին սրտի կաթված, թեթև, բայց բավական, որ նրան 10 օր պահեն հիվանդանոցում։ Բժիշկները ասացին. ստրես, գերձանրաբեռնվածություն, պետք է հանգստանաք։ Բայց Ֆադեյը գիտեր, որ դա ոչ թե ստրեսն էր աշխատանքից, այլ ստրեսը լռությունից։ Երբ նա պառկած էր հիվանդանոցային մահճակալին, միայնակ, լսելով իր սրտի անհավասար զարկերը մոնիտորի վրա, նա մտածեց. արդյոք արժե։ Արդյոք իմ լռությունը փրկեց որևէ մեկին, թե միայն ինձ։ Պատասխանը եկավ ոչ թե բառերով, այլ նոր ֆիզիկական ցավով։ 1993 թվականին երիկամների անբավարարություն, 1995 թվականին քրոնիկ անքնություն, որը չէր բուժվում ոչ մի դեղամիջոցով, 1996 թվականին դեպրեսիա, որը նա թաքցնում էր ընտանիքից, բայց որը ակնհայտ էր նրա աչքերում, դատարկ, հեռավոր, կարծես նա արդեն ապրում էր մի այլ աշխարհում։ Իսկ սեյֆը դեռ փակ էր, փաստաթղթերը դեռ այնտեղ էին, եւ Ֆադեյը դեռ լռում էր։ 2020 թվականի հոկտեմբերին, երբ Ֆադեյ Սարգսյանը մահացել էր արդեն 8 տարի, նրա տունը Երևանի Մաշտոցի Պողոտայի հին շենքում վաճառվեց նրա թոռնուհու Անուշ Սարգսյանի կողմից։ Նոր սեփականատերերը, երիտասարդ զույգ, սկսեցին վերանորոգում, եւ երբ նրանք քանդեցին գրասենյակի հին պահարանը, որը կառուցված էր պատի մեջ, նրանք հայտնաբերեցին մի փոքր մետաղական սեյֆ, թաքնված երկու շերտ աղյուսների հետևում։ Սեյֆը փակ էր, բանալին չկար, եւ երբ նրանք կանչեցին փականագործ, որ բացի այն, ներսից դուրս եկավ մի փաթեթ, փաթաթված հին թերթով, որի վրա գրված էր դեկտեմբեր 1988, չբացել։ Ներսում կային 11 փաստաթուղթ, 9 սեյսմոգրամ, դեկտեմբերի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածից, 1 ձեռագիր նամակ, գրված Ֆադեյի ձեռքով, եւ 1 պաշտոնական հրաման, Մոսկվայից, ստորագրված անանուն պաշտոնյայի կողմից, որի անունը ջնջված էր սև մարկերով։ Երիտասարդ զույգը չհասկանալով փաստաթղթերի նշանակությունը, լուսանկարեց դրանք եւ տեղադրեց սոցիալական ցանցում, հարցնելով. ով կարող է բացատրել, թե ինչ է սա։ Հրապարակումը տեսավ 300,000 մարդ առաջին 24 ժամում, եւ հետո ինչպես միշտ, այն ջնջվեց։ Բայց ժամանակը բավական էր, որ տասնյակ հետազոտողներ ներբեռնեին լուսանկարները եւ սկսեին վերլուծել։ Առաջին սեյսմոգրամը, դեկտեմբերի 7-ի ժամը 11:41-ը, ցույց էր տալիս ճիշտ այն, ինչ Ֆադեյը երբեք չէր ուզում, որ տեսնեն։ Գրաֆիկի կենտրոնական մասում, հենց երկրաշարժի սկզբում, կար մի պիկ, ոչ թե աստիճանական, ինչպես բնական սեյսմիկ ալիքները, այլ կտրուկ, համարյա ուղղահայաց, որը տևում էր միայն 2 վայրկյան, իսկ հետո անմիջապես հետևում էր երկրորդ պիկը, ավելի երկար, ավելի տարածված, որը արդեն համապատասխանում էր բնական երկրաշարժի օրինաչափություններին։ Սեյսմոլոգները, ովքեր վերլուծեցին այդ գրաֆիկը, բացատրեցին. առաջին պիկը նման է պայթյունի ազդանշանի, որը հետո առաջացրեց երկրորդ տեկտոնիկ ալիքը։ Կարծես ինչ-որ արհեստական ազդեցություն հրահրեց բնական երկրաշարժը, որը արդեն ինքնուրույն զարգացավ։ Բայց ամենասարսափելին եղավ ձեռագիր նամակը։ Այն գրված էր Ֆադեյի կողմից, թվագրված դեկտեմբերի 10-ը, 3 օր հետո երկրաշարժից, եւ ուղղված էր ում դա վերաբերում է։ Նամակում Ֆադեյը գրում է. ես Ֆադեյ Սամվելովիչ Սարգսյան, ակադեմիկոս եւ սեյսմոլոգիական ինստիտուտի տնօրեն, գրում եմ այս նամակը որպես վկայություն այն փաստի, որը ես տեսա դեկտեմբերի 7-ին, բայց որի մասին ինձ հրամայվեց լռել։ Սեյսմոգրաֆները գրանցեցին անսովոր ազդանշան, 1 կտրուկ պիկ, որը նախորդեց հիմնական երկրաշարժին 2 վայրկյանով։ Այդ պիկը չի համապատասխանում բնական տեկտոնիկ գործընթացների ոչ մի հայտնի օրինաչափության։ Ես ստացել եմ հրաման Մոսկվայից չհրապարակել այս տվյալները եւ գրանցել միայն երկրորդ հիմնական ալիքը։ Ես չգիտեմ, թե ինչու է այդ հրամանը տրվել, բայց ես վախենում եմ, որ ճշմարտությունը, որը ես տեսա, երբեք չի հասնի ժողովրդին։ Եթե այս նամակը կարդացվի, ապա թող իմանան։ Ես ընտրեցի լռությունը, եւ ես երբեք չեմ ներելու ինձ այդ ընտրության համար։ Նամակը ավարտվում էր առանց ստորագրության։ Կարծես Ֆադեյը վերջին պահին վարանեց դնել իր անունը։ Բայց ձեռագիրը անվիճելիորեն նրանն էր, համեմատությունը նրա այլ փաստաթղթերի հետ հաստատեց դա։
Պաշտոնական հրաման, որը գտնվեց սեյֆում, ավելի քիչ տեղեկատվական էր, մեծ մասը ջնջված, բայց մի նախադասություն էր մնացել ընթեռնելի։ Արգելել հրապարակել սեյսմիկ տվյալները, որոնք գրանցվել են 11 ժամ, 41 րոպե, 00 վայրկյանից մինչև 11 ժամ, 41 րոպե, 3 վայրկյան ժամանակահատվածում։ Այդ 3 վայրկյանը հենց այն ժամանակը, երբ առաջին պիկը երևաց սեյսմոգրաֆներում։ Երբ այս փաստաթղթերը սկսեցին շրջանառվել համացանցում, Հայաստանի պաշտոնական մարմինները հրապարակեցին հայտարարություն։ Մենք ուսումնասիրում ենք այդ նյութերի իսկությունը, բայց նախնական գնահատականը ցույց է տալիս, որ դրանք կարող են լինել կեղծիք, բայց ոչ մի փորձագետական հանձնաժողով երբեք չստեղծվեց, ոչ մի պաշտոնական հետազոտություն չիրականացվեց։ Փոխարենը Անուշ Սարգսյանը, Ֆադեի թոռնուհին, հայտարարեց, որ նա չի ցանկանում շարունակել թեման եւ խնդրեց հանրությանը հարգել ընտանիքի գաղտնիությունը։ Նոր սեփականատերերը, ովքեր գտել էին սեյֆը, հրաժարվեցին տալ հետագա մեկնաբանություններ եւ ջնջեցին իրենց սոցիալական ցանցերի հաշիվները։ Բայց փաստաթղթերը արդեն դուրս էին։ Դրանք պատճենվել էին, վերլուծվել, քննարկվել հազարավոր ֆորումներում, բլոգներում, հոդվածներում։ Եվ հարցը, որը Ֆադեյ Սարգսյանը 35 տարի փորձեց թաղել, այժմ վերադարձավ, ավելի ուժեղ, ավելի անհանգստացնող։ Արդյոք Սպիտակի երկրաշարժը բնական աղետ էր, թե ինչ-որ մեկը գիտեր, որ այն պատահելու է, եւ նույնիսկ հնարավոր է, առաջացրեց այն։ Բայց ով կարող էր լինել այդ ինչ-որ մեկը։ Ով ուներ տեխնոլոգիան, մոտիվացիան եւ իշխանությունը օգտագործել երկրաբանական զենք Հայաստանի դեմ։ Պատասխանը, որը շրջանառվում է տասնամյակներ, միշտ մատնանշում է մեկ ուղղությունն է՝ Քրեմլ։ Բայց ոչ թե ամբողջ Քրեմլը, այլ մի հատուկ ստորաբաժանում, որը պաշտոնապես երբեք չի գոյություն ունեցել, բայց որի մասին խոսում են նրանք, ովքեր աշխատել են խորհրդային պաշտպանության համակարգի ամենախորը շերտերում։ Այդ ստորաբաժանումը, որը անպաշտոնական աղբյուրներում հիշատակվում է որպես հատուկ ֆիզիկական ծրագրերի վարչություն, զբաղվում էր ոչ ստանդարտ զենքերի զարգացմամբ՝ սեյսմիկ, կլիմայական, էլեկտրոմագնիսական։ Նրանց նպատակը՝ ստեղծել գործիքներ, որոնք կարող են ազդել թշնամու տարածքի վրա առանց ուղղակի ռազմական ներխուժման, առանց միջուկային զենքի, առանց ակնհայտ հետքի։ Երկրաշարժը կատարյալ զենք, որովհետև այն միշտ կարող է բացատրվել որպես բնական աղետ։ Բայց ինչու Հայաստան։ Ինչու Սպիտակ։ Ինչու 1988 թվականի դեկտեմբեր։ Պատասխանը գտնվում է ոչ թե երկրաբանության մեջ, այլ քաղաքականության մեջ։ 1988 թվականը Հայաստանի համար էր տարի, երբ Արցախյան շարժումը հասավ իր գագաթնակետին։ 100 հազարավոր հայեր դուրս էին գալիս Երևանի հրապարակներ, պահանջելով Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին, բողոքելով Ադրբեջանի բիբռնությունների դեմ, մարտահրավեր նետելով Մոսկվայի իշխանությանը։ Գորբաչովի պերեստրոյկան, որը խոստացել էր ազատություն եւ բացվածություն, հանկարծ բախվեց իրականությանը, երբ մի փոքր հանրապետություն համարձակվեց պահանջել ինքնորոշում։ Քրեմլի համար դա էր վտանգավոր նախադեպ։ Եթե Հայաստանը հաջողեր, ապա Վրաստանը, Ուկրաինան, Բալթյան երկրները բոլորը կհետևեին։ Խորհրդային միությունը, որը արդեն տառապում էր տնտեսական ճգնաժամից, չէր կարող թույլ տալ ազգային շարժումների շղթայական ռեակցիա։ Բայց ուղղակի ռազմական ճնշումը կարող էր առաջացնել միջազգային դատապարտում եւ ավելի մեծ ապստամբություն։ Անհրաժեշտ էր ինչ-որ այլ բան։ Ինչ-որ բան, որը կխորտակեր ազգային շարժումը առանց Մոսկվայի ուղղակի ներգրավվածության։ Ինչ-որ բան, որը կստիպեր հայերին մոռանալ Արցախը եւ կենտրոնանալ գոյատևման վրա։ Երկրաշարժը դեկտեմբերի 7-ին արեց ճիշտ այդ։ Մեկ օրում Հայաստանը վերածվեց աղետի գոտու, որտեղ մարդիկ այլևս չէին խոսում Արցախի մասին, այլ փնտրում էին իրենց ընտանիքների անդամներին փլատակների տակ։ Ազգային շարժումը, որը մի շաբաթ առաջ հավաքում էր 100 հազարավոր մարդկանց, հանկարծ կորցրեց իր իմպուլսը։ Որովհետև ինչպես կարող ես բողոքել քաղաքական իրավունքների համար, երբ քո երեխաները մեռած են։ 1021 թվականի մարտին, երբ Ֆադեյ Սարգսյանը մահացել էր արդեն 20 տարի առաջ, համացանցում հայտնվեց աուդիոֆայլ, որը ըստ նկարագրության գրանցվել էր 1999 թվականի հոկտեմբերին, 2 ամիս առաջ Ֆադեյի մահից։ Ձայնագրությունը տևում էր 11 րոպե, որակը սարսափելի էր։ Ետնապլանում լսվում էին շնչառության սարքի ռիթմիկ ձայները, հազվադեպ հազը եւ ձայնը, այնքան թույլ, որ անհրաժեշտ էր ուժեղացնել ձայնը 30%-ով, որպեսի հասկանալի լիներ։ Բայց այն, ինչ Ֆադեյը ասում էր այդ 11 րոպեում, վերափոխում է ամբողջ պատմությունը սովորական դավադրության տեսությունից դեպի ճանաչողության խոստովանություն։ Ձայնագրությունը սկսվում է Ֆադեյի խոսքով.
Ես գիտեմ, որ ես մեռնում եմ։ Բժիշկները ասում են 2 ամիս, գուցե 3, եթե բախտավոր լինեմ։ Բայց ես չեմ ուզում բախտ։ Ես ուզում եմ ժամանակ։ Ժամանակ պատմելու այն, ինչ ես երբեք չպատմեցի։ Հետո երկար դադար, շնչառության ծանր ձայն, եւ նա շարունակում է. Դեկտեմբերի 6-ին, 1 օր առաջ երկրաշարժից, ես ստացա հեռախոսազանգ Մոսկվայից։ Մարդը, ով զանգահարեց, չներկայացավ, բայց նա ասաց, որ խոսում է հատուկ ծրագրերի վարչությունից։ Նա ասաց. Վաղը դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին, ձեր սարքավորումները կգրանցեն անսովոր սեյսմիկ ակտիվություն Շիրակի շրջանում։ Ձեր խնդիրն է արձանագրել միայն երկրորդ ալիքը, այն, որը կսկսվի ժամը 11:41-ի 2 վայրկյանից հետո։ Առաջին ալիքը չպետք է գրանցվի ոչ մի պաշտոնական փաստաթղթում։ Ֆադեյը դադար է անում, հազում է եւ հետո ասում է. Ես հարցրի ինչու։ Նա պատասխանեց. Դուք չեք հարցնում ինչու, դուք կատարում եք։ Ես հարցրի. իսկ եթե ես չկատարեմ։ Նա ասաց. ապա ձեր դուստրը, որը ուսանում է Մոսկվայի համալսարանում, կունենա խնդիրներ։ Եվ ձեր որդին, որը ծառայում է բանակում, կարող է ուղարկվել Աֆղանստան։ Հետո նա փակեց հեռախոսը եւ ես նստեցի իմ գրասենյակում, ողջ գիշեր չքնելով, մտածելով արդյոք նա լուրջ է։ Արդյոք իսկապես հնարավոր է, որ նրանք գիտեն, թե երբ երկրաշարժը պատահելու է։ Բայց ամենասարսափելին գալիս է հաջորդ մասում։ Ֆադեյը շարունակում է. Դեկտեմբերի 7-ին ժամը 11:41-ին ես նստած էի սեյսմոգրաֆների առջև իմ 2 օգնականների հետ։ Եվ ճիշտ այնպես, ինչպես այդ մարդը ասել էր, ժամը 11:41-ին սարքավորումները սկսեցին գրանցել։ Առաջին պիկը՝ կտրուկ, ուղղահայաց, տևողությամբ 2 վայրկյան։ Իմ օգնականը Արմենը ասաց. Սա նման է պայթյունի։ Ես ասացի. Փակիր դուռը։ Հետո ես վերցրի կարմիր մարկերը եւ շրջանակեցի այդ պիկը եւ գրեցի. չտարածել։ Արմենը նայեց ինձ եւ հարցրեց. ինչու։ Ես չպատասխանեցի։ Ես չէի կարող պատասխանել, որովհետեւ եթե ես պատասխանեի, ապա ես պետք է ասեի ճշմարտությունը, եւ ճշմարտությունը կսպանել ոչ միայն ինձ, այլև նրան։ Ձայնագրությունը շարունակվում է Ֆադեյի խոստովանությամբ, որը ավելի ու ավելի է դառնում ցավոտ։ 3 ժամ հետո, երբ սպիտակի լուրերը սկսեցին հասնել, երբ մենք լսեցինք, որ ամբողջ քաղաքը փլվել է, երբ մենք լսեցինք, որ հազարավոր մարդիկ մեռած են, ես նստեցի իմ գրասենյակում եւ լացի։ Ես լացի առաջին անգամ 30 տարվա ընթացքում, բայց ես չխոսեցի։ Ես չկարողացա խոսել, որովհետեւ ես վախենում էի։ Ես վախենում էի ոչ միայն իմ ընտանիքի համար, այլև ինձ համար։ Ես վախենում էի, որ եթե ես խոսեմ, ապա ամեն ինչ ես կառուցել էի, իմ կարիերան, իմ հարգանքը, իմ կյանքը ամեն ինչ կավարտվի։ Եվ ես ընտրեցի լռությունը։ Ես ընտրեցի փրկել ինձ եւ թողնել մեռնել 25000 մարդու։ Վերջին մասում Ֆադեյի ձայնը գրեթե անլսելի է։ Ես չգիտեմ, թե ով էր այդ մարդը, ով զանգահարեց ինձ։ Ես չգիտեմ, թե ինչպես նրանք գիտեին, որ երկրաշարժը պատահելու է։ Բայց ես գիտեմ մեկ բան։ Այդ առաջին պիկը, որը տևեց 2 վայրկյան, չէր բնական։ Դա էր ինչ-որ արհեստական, ինչ-որ բան, որը հրահրեց երկրորդ ալիքը։ Եվ ես գիտեմ, որ ես դավաճանեցի իմ ժողովրդին, որովհետև ես լռեցի։ Եվ այժմ, երբ ես մեռնում եմ, ես ուզում եմ, որ բոլորը իմանան։ Սպիտակը չփլվեց միայն բնությունից։ Սպիտակը փլվեց, որովհետև ինչ-որ մեկը ուզում էր, որ այն փլվի, եւ ես օգնեցի նրանց թաքցնել ճշմարտությունը։ Ձայնագրությունը ավարտվում է Ֆադեյի վերջին նախադասությամբ. Ներեցեք ինձ, եթե կարող եք։ Այս ձայնագրությունը, եթե իսկական է, վերջնականապես հաստատում է այն, ինչ տասնամյակներ շրջանառվում էր որպես տեսություն։ Բայց արդյոք այն իսկական է։ Ձայնի փորձագետները, ովքեր վերլուծեցին ֆայլը, ասացին, որ ձայնը համապատասխանում է Ֆադեյ Սարգսյանի հայտնի ձայնագրություններին, 85% ճշգրտությամբ, բայց 5% անորոշություն մնում է, որը կարող է բացատրվել հիվանդությամբ կամ ձայնագրության ցածր որակով։ Պաշտոնական մարմինները հրաժարվեցին մեկնաբանել, իսկ Ֆադեյի ընտանիքը հայտարարեց, որ դա կեղծիք է, որը նպատակ ունի վարկաբեկել մեր պապի հիշատակը։ Բայց հարցը մնում է, եթե դա կեղծիք է, ապա ով եւ ինչու կստեղծեր այդպիսի մանրամասն, այդքան ցավոտ խոստովանություն։ Եվ եթե դա իսկական է, ապա ինչու Ֆադեյը սպասեց մինչև իր մահի վերջին ամիսները պատմելու ճշմարտությունը։ Տեկտոնիկ զենքի գաղափարը, որը երկար ժամանակ համարվում էր գիտական ֆանտաստիկա, իրականում ունի իրական պատմություն։ Պատմություն, որը սկսվում է Սառը պատերազմի ամենախավար տարիներին։ 1960-րդ թվականներին, երբ Խորհրդային Միությունը եւ Ամերիկան մրցում էին միջուկային գերազանցության համար, երկու երկրներն էլ սկսեցին հետազոտել այլընտրանքային զենքեր, որոնք կարող էին ոչնչացնել թշնամուն առանց ռադիոակտիվ աղտոտման, առանց ակնհայտ հարձակման,
առանց միջազգային դատապարտման։ Ամերիկյան ծրագիրը, որը հայտնի էր որպես Plowshare, նպատակ ուներ օգտագործել միջուկային պայթյունները խաղաղ նպատակների համար՝ ջրամբարների ստեղծում, ալիքների փոփոխություն, նավթի արդյունահանում։ Բայց ծրագրի գաղտնի մասը, որը դասակարգված էր մինչև 1988 թվականը, զբաղվում էր հարցով. արդյոք հնարավոր է օգտագործել ստորգետնյա պայթյունները տեկտոնիկ սխալների ակտիվացման համար։ Տեսությունը պարզ էր. եթե դու պայթեցնես միջուկային լիցք տեկտոնիկ սխալի մոտ, որտեղ արդեն կուտակված է լարվածություն, դու կարող ես հրահրել երկրաշարժ, որը կլինի ավելի ուժեղ, քան պայթյունը ինքնին։ Պայթյունը կլինի միայն ազդակ, իսկ բնությունը կանի մնացածը։ Խորհրդային ծրագիրը, որը անվանվում էր Մերկուրի 18, ավելի քիչ փաստաթղթավորված է, բայց անկախ աղբյուրները, որոնք աշխատել են Կազախստանի և Սիբիրի գաղտնի լաբորատորիաներում, հաստատում է, որ Խորհրդային Միությունը իրականացրել է առնվազն 12 փորձարկում 1968-ից մինչև 1986 թվականները։ Այդ փորձարկումներից 7-ը եղել են հաջող, նշանակում է, որ պայթյունը հրահրել է երկրաշարժ, որը տևել է ավելի երկար և եղել ավելի ուժեղ, քան սպասվում էր։ Բայց 3 փորձարկում ունեցել են անսպասելի հետևանքներ։ Երկրաշարժը տարածվել է ավելի հեռու, քան նախատեսված էր, և առաջացրել է զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ 1986 թվականին, երբ Գորբաչովը հայտարարեց միջուկային փորձարկումների մորատորիում, Մերկուրի 18 ծրագիրը պաշտոնապես փակվեց։ Բայց անկախ աղբյուրները պնդում են, որ ծրագիրը չփակվեց, այլ վերանվանվեց և տեղափոխվեց ավելի խորը գաղտնիություն։ Նոր անունը Տեկտոնզե և նոր նպատակը ոչ թե փորձարկումներ անմարդաբնակ տարածքներում, այլ գործնական կիրառում ռազմավարական նշանակության տարածքներում։ Հայաստանը 1988 թվականին համապատասխանում էր բոլոր չափանիշներին։ Այն գտնվում էր սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ բնական երկրաշարժները հաճախակի էին, ինչը նշանակում էր, որ արհեստական երկրաշարժը հեշտությամբ կարող էր բացատրվել որպես բնական։ Այն ուներ ազգային շարժում, որը սպառնում էր Խորհրդային Միության կայունությանը։ Եվ այն էր փոքր, մեկուսացված, առանց միջազգային ուշադրության, որը նշանակում էր, որ գործողությունը կարող էր իրականացվել առանց մեծ ռիսկի։ Բայց ինչպես կարող էր իրականացվել այդպիսի գործողություն։ Ըստ տեսության, որը շրջանառվում է սեյսմոլոգների շրջանում, մեթոդը հետևյալն է. Առաջին, դու ուսումնասիրում ես տարածքի տեկտոնիկ քարտեզը և գտնում ակտիվ սխալը, որտեղ արդեն կուտակված է լարվածություն։ Երկրորդ, դու ստորգետնյա պայթյուն ես իրականացնում սխալի մոտ, խորությամբ 3-ից մինչև 5 կիլոմետր, օգտագործելով փոքր միջուկային լիցք կամ ուժեղ քիմիական պայթուցիկ։ Երրորդ, պայթյունը ստեղծում է ցնցում, որը արթնացնում է սխալը, և սխալը սկսում է շարժվել, առաջացնելով երկրաշարժ։ Չորրորդ, երկրաշարժը զարգանում է ինքնուրույն, և պայթյունի հետքը թաղվում է բնական սեյսմիկ ալիքների տակ։ Բայց կա մեկ մանրամասն, որը հնարավոր է հայտնաբերել առաջին պիկը։ Պայթյունը ստեղծում է կտրուկ ուղղահայաց ազդանշան, որը տևում է միայց մի քանի վայրկյան, իսկ հետո սկսվում է երկրորդ ալիքը, բնական երկրաշարժը։ Եթե դու ուշադիր նայես սեյսմոգրամին, դու կտեսնես այդ տարբերությունը։ Բայց եթե դու ուզում ես թաքցնել այդ տարբերությունը, դու պարզապես ջնջում ես առաջին պիկը և գրանցում միայն երկրորդը։ Ճիշտ այնպես, ինչպես Ֆադեյ Սարգսյանին հրամայվեց անել։ 2020 թվականին, երբ Ֆադեյի սեյֆի փաստաթղթերը հրապարակվեցին, մի խումբ անկախ սեյսմոլոգներ, ղեկավարությամբ ամերիկացի պրոֆեսոր Ջոն Մաքսվելի, վերլուծեցին այդ սեյսմոգրամները և հրապարակեցին զեկույց, որը եզրակացնում էր առաջին պիկը, որը տևում է 2 վայրկյան, ցույց է տալիս բնութագրեր, որոնք համապատասխանում են ստորգետնյա պայթյունի, ոչ թե բնական տեկտոնիկ շարժման։ Հետագա ալիքը համապատասխանում է բնական երկրաշարժի, բայց առաջին պիկը մնում է անբացատրելի, եթե մենք չընդունենք արհեստական ազդեցության հնարավորությունը։ Այս զեկույցը, որը հրապարակվեց գիտական ամսագրում «Սեյսմոլոգիական հետազոտություններ», առաջացրեց փոթորիկ։ Ռուսաստանի պաշտոնական մարմինները հերքեցին այն որպես անհիմն ենթադրություն, իսկ Հայաստանի կառավարությունը հրաժարվեց մեկնաբանել։ Բայց գիտական համայնքում զեկույցը ստացավ լայն աջակցություն։ Տասնյակ սեյսմոլոգներ հրապարակեցին իրենց վերլուծությունները, որոնք հաստատում էին Մաքսվելի եզրակացությունները։ Բայց ամենակարևոր հարցը մնում է անպատասխան։ Եթե դա իսկապես արհեստական երկրաշարժ էր, ապա ով տվեց հրամանը։ Ով էր այն մարդը, ով զանգահարեց Ֆադեյին դեկտեմբերի 6-ին։ Եվ ով էր այն մարդը, ով որոշեց, որ 25,000 հայերի կյանքը արժե քաղաքական նպատակի։ Ֆադեյ Սարգսյանը մահացավ 1991 թվականի դեկտեմբերի 12-ին, ճիշտ 3 տարի հետո Սպիտակի երկրաշարժից։
Պաշտոնական մահվան պատճառը գրանցվեց որպես սրտի անբավարարություն, բայց նրա անձնական բժիշկը Վահագն Նավակյանը ասաց մի նախադասություն, որը երբեք չհրապարակվեց պաշտոնական զեկույցում։ Ֆադեյ Սամվելովիչը մեռավ ոչ թե սրտի անբավարարությունից, այլ հոգու անբավարարությունից։ Նրա մարմինը պարզապես հրաժարվեց շարունակել ապրել այն ծանրության տակ, որը նա կրում էր։ Նրա թաղմանը ներկա էին 250 մարդ, ակադեմիկոսներ, պաշտոնյաներ, ընտանիքի անդամներ, գործընկերներ։ Բոլորը խոսեցին նրա մասին որպես մեծ գիտնական, նվիրված հայրենասեր, անմոռանալի ուսուցիչ, բայց ոչ ոք չհիշատակեց Սպիտակը, ոչ ոք չհիշատակեց սեյսմոգրամները, ոչ ոք չհիշատակեց լռությունը, որը տևեց 3 տարի։ Կարծես բոլորը համաձայնել էին մի անգիր պայմանագրի, չխոսել այն մասին, ինչ իսկապես տեղի ունեցավ։ Բայց մի մարդ խոսեց։ Ֆադեի որդին Սամվել Սարգսյանը հետո երբեք չընթարկվեց լռության համակարգին։ Նա պահպանեց իր հայր պապի հիշողությունը ոչ թե որպես կատարյալ ակադեմիկոս, այլ որպես մարդ, ով ընտրեց սխալ ճանապարհը եւ մինչեւ վերջ տառապեց դրա համար։ Եվ այդ տառապանքը, այդ լռությունը, այդ ընտրությունը, դա է ամենալուրջ դասը, որը Ֆադեյ Սարգսյանը թողեց մեզ համար։ Սպիտակի երկրաշարժը դա միայն երկրաբանության պատմություն չէ, դա մարդու ընտրությունների պատմություն է։ Ընտրություն լռել կամ խոսել, ընտրություն փրկել ինձ կամ փրկել ճշմարտությունը։ Եվ այդ ընտրությունը որը Ֆադեյը կատարեց դեկտեմբերի 7-ին, երբ նա շրջանակեց այդ սեյսմոգրամի պիկը եւ գրեց. չտարածել։ Դա էր ընտրություն, որը սահմանեց ոչ միայն նրա ճակատագիրը, այլև մեր իմացությունը այն մասին, թե ինչ իսկապես տեղի ունեցավ այդ սարսափելի օրը։ Այժմ 36 տարի հետո մենք դեռ փնտրում ենք ամբողջական ճշմարտությունը։ Դեռ փնտրում ենք այն մարդկանց անունները, ովքեր տվեցին հրամանը։ Դեռ փնտրում ենք այն փաստաթղթերը, որոնք թաքնված են արխիվների խորը պահարաններում։ Բայց մի բան մենք արդեն գիտենք. Սպիտակը չփլվեց միայն բնությունից։ Սպիտակը փլվեց նաև լռությունից եւ թյունից։ Եվ այդ լռությունը, որը դեռ շարունակվում է, դա էլ ավելի մեծ հանցանք է, քան ինքը երկրաշարժը։